Հանուն հոր և որդու և ոգին սրբո, ամեն։ Եդեմ դրախտի նման ես, բարի պտուղ բերյալ ես, աստվածածին մեղակ ես։ Ժողովրդական երգերը, մեր եկեղեցու սուրբ հայրերը, սուրբ աստվածածնին դրախտին են նմանեցնում։ Դրախտը առաջության երրորդ օրն է ստեղծվել, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, այդպես էլ Սուրբ Աստվածածինը ժամանակների երրորդ օրվա լրումին եկավ։ Աստված 3 օրենքներով է խոսել մարդկության հետ։ Աբրահամի հետ բնական օրենքով, Մովսեսի հետ գրավոր օրենքով և մեզ հետ շնորհի օրենքով։ Եվ այսպես Սուրբ Աստվածածինը երրորդ օրվա ստեղծված դրախտը կարծես լինի, որից ծնվեց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Դրախտում անփութ ծառեր կային, կենաց ծառն էր, որից կախված էր կենաց պտուղը։ Այդպես էլ կենաց ծառը դրախտում մեր Տերն է Հիսուս Քրիստոս կենաց պտուղը, որից ճաշակելով մենք կարող ենք անմահություն ճաշակել։ Մի թագավոր կա, որ 3 այգիներ ուներ։ Այդ այգիներից առաջինը կենդանիների խոզերի կողմից ոտնատակ եղավ, տրորվեց, և այլևս հնարավոր չեղավ այդ այգին վերականգնել։ Ուստի լքվեց այդ այգին, մոռացվեց, թագավորը այլևս այդ այգին չէր այցելում։ Երկրորդը, թեպետ ոտնակոխ եղավ, ոտնատակ եղավ, բայց հետո վերականգնվեց, պարսպապատվեց և այլևս որևէ կենդանի չէր մտնում այնտեղ։ Թագավորն էլ ժամանակ առ ժամանակ այդ երկրորդ այգին այցելում էր, այնտեղ հանգստանում էր։ Բայց մի երրորդ այգի կա, որ ոտնակոխ չեղավ, չտրորվեց կենդանիների մարդկանց կողմից, այլ միշտ ցանկապատված, մաքուր ու բարոր մնաց։ Եվ թագավորը միշտ սիրում էր այդ այգին այցելել, գնալ այդտեղ հանգստանալ, այնտեղ հանգրվանել։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս, թագավորների թագավորը, տերերի Տերը, մարդկությունը կարծես 3 այգիներ լինեն։ Առաջին այգին ծանր մահացու մեղավորներն են, որոնք ոտնակոխ են լինում մեղքերի, չարերի, սատանաների կողմից և այլևս չեն վերականգնվում, չեն զղջում, չեն խոստովանում, չեն ապաշխարում և թագավորը այդ այգին այլևս չի այցելում։ Երկրորդը մեղավորներն են, որոնք զղջացել են, դարձի են եկել և կրկին ցանկապատվել են, մաքրվել են, կարգավորվել են և թագավորը ժամանակ առ ժամանակ այցելում է այդ երկրորդ այգիները, դարձի եկած զղջացած մեղավորներին, որոնք խոստովանությամբ և ապաշխարությամբ արժանանում են Տիրոջ մարմնի և արյան հաղորդությանը, Քրիստոս այցելում է մեզ մեղավորներից։ Բայց մի երրորդ այգի կա, հենց սա դրախտն է, դրախտի եդեմական պարտեզը, Սուրբ Աստվածածինը, որը ոտնակոխ չեղավ, չտրորվեց, ցանկապատը չքանդվեց և միշտ մաքուր, միշտ սուրբ կույս Աստվածածին Մարիամ ենք ասում, մնաց մաքուր ու անաղարտ այս այգին, մեր եդեմական պարտեզն է, դրախտն է սա, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս թագավորների թագավորը միշտ այցելում է, այս այգում է բնակվում և հենց Սուրբ Աստվածածինը այսօր վերափոխվելով գնացել է երկինք իր միածին Աստծո, իր միածին որդու աջ կողմում է, ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում, և միշտ վայելում է Քրիստոսի ներկայությունը,
Նոյի օրոք, երբ ջրհեղեղ եղավ, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, ջրերը բարձրացան, ծածկեցին ողջ երկիրը, բայց ամբողջ երկիր մոլորակի վրա մի վայր կա, մի տեղ կա, որ ջուրը չհասավ, դա դրախտն է, դրախտը երկրի վրա է, բայց երկրից բարձր է, և ջրհեղեղի ժամանակ ջուրը չհասավ դրախտին, չմտավ այնտեղ, չողողվեց, դրախտը մնաց անաղարտ, մաքուր։ Եվ երկրորդ գալուստին, Քրիստոսի երկրորդ գալուստին, երբ ամբողջ աշխարհը հրով և կրակով պետք է այրվի, կրկին դրախտին չի հասնելու կրակը, որտև դրախտը բարձր սուրբ վայր է։ Իհա, այս դրախտը հենց մեր Սուրբ Աստվածածինն է, ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր դրախտին չհասավ ոչ ջուրը, ոչ էլ հուրը, այլ անաղարտ ու մաքուր մնաց մեր դրախտը, մեր Սուրբ Աստվածածինը, և եթե մենք էլ ուզում ենք կենաց պտուղը քաղել, դրախտում շրջել, ապա պետք է դիմենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, որտև բոլոր մայրերի մայրն է, բոլոր զավակների սիրասուն մայրն է Սուրբ Աստվածածինը, որտև եթե մենք Քրիստոսին եղբայր ենք կոչում, ապա Աստվածածինը մեզ համար մայր է, ինչպես մեր Տերը Ավետարանում ասում է, եթե քո հայրն ու մայրն էլ քեզ լքեն, ապա Սուրբ Աստվածածինը մեր մայրը և հայրը Աստված մեզ չի լքի, քո Տերը քեզ չի լքի, բոլոր որբերի մայրն է Սուրբ Աստվածածինը, բոլոր որբևայրիների մայրն է, բոլոր որդեկորույսների մայրն է Սուրբ Աստվածածինը, գթած ու ողորմած սիրասուն մայր է մեզ համար։ Ուրեմն այսօր, այս Սուրբ տոնին, Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը պետք է խնդրենք, որ վերափոխվել է իր միածին որդու աջ կողմում է և համարձակ բարեխոս է մեզ համար։ Մենք համարձակություն չունենք Քրիստոսին դիմելու, բայց Սուրբ Աստվածածինը մեզ համար բարեխոսում է և մենք մի փոքրիկ համարձակություն ենք ձեռք բերում, դիմելու մորը, որպեսի մայրն էլ որդին դիմի իր որդուն, միածին որդուն, մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն հիմա մի փոքրիկ աղոթքով դիմենք Սուրբ Աստվածածնին, թող բարեխոսի մեզ համար։ Ընկնում ենք քո առջև Սուրբ Աստվածածին և աղաչում ենք անարատ կույսիդ, բարեխոսիր մեզ համար, փրկելու մեզ ամեն վտանգներից և փորձություններից, ամեն։